Կրասարի պատմական կամուրջը կառուցվել է 1873 թվականին ըստ Ղևոն Դալիշանի Շիրակ գրքի հիշատակումների եռաթռիչ կամուրջի հեղինակը Ստեփանոս Անանիկյանցն է։ 19-րդ դարում այս գեղեցիկ կամուրջը եղել է հարևանությամբ գտնվող Սեպասար գյուղի հետ կապող միակ միջոցը։ Ախուրյանի վտակներից մեկի վրա է Կրասարի եռաթռիչ կամուրջը։ Սև ու կարմիր տուֆերով կառույցը շատ նման է Կարսի կամրջին։ Խորհրդային տարիներին այստեղով ջրի խողովակներ են անցկացրել, որոնք շահագործվել են մինչև 1970-ականները։ Հենց այդ խողովակների պատճառով են փլուզվել պատերը, պատմական կամուրջը դարձնելով վթարային։ Խողովակը նախ ծանրությունը ավել բեռնվածություն է եղել կամուրջի վրա, մեջից ջուրը դուրս թողել, ջուրը քայքայել է, հիմքը քայքայել է կամուրջի մեջի հողը, որ առաջացրել է պատի փլուզում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու հատուկ հանձնաժողովի վերահսկողությամբ այժմ վերականգնվում է Կրասարի կամուրջը։ Արդեն ապա մոնտաժվել է ջրատար խողովակը, այժմ ամրացնում են հիմքերը։ Կուտակված հողից մաքրում կամարաձև տարածքը։ Կամուրջը կառուցված է հիմնականում գրային շաղախով, քանդելուց հետո ահագին երևում է ահագին քանդված բաներ կար, որոնք պարտադիր պետք է վերանորոգենք, եղնելու է վերջնական վիճակը հին ճարտարապետական վիճակին գալու ամբողջությամբ ինչ որ հնում եղել է։ Կամուրջը հանդիսանում է եռաթռիչ կամուրջ։ Կախված ու խարխլված քարերի տեղաշարժը, քարաթափումները կանխելու համար տեղադրվել են փայտյա հենակներ, զգուշությամբ ու խնամքով են շինարարները վերաբերում երկդարյա կամրջին, համադրելով հին ու ժամանակակից տեխնոլոգիաները, հնարավորինս պահպանելու կամրջի հին ոճն ու ճարտարապետական հորինվածքը։ Եթե նկատել եք գետի մեջ էլ քարեր կա, հողի մեջ էլ, հնուց քանի տարիներ թափվել ավրին, հողալեցվել, լրիվ ջոկել ենք, առանձնացրել ենք, պետք է այդ հինը տեղադրենք, նոր ինչ որ կպակսի չգտնվի, պակաս մասը արդեն նորը բերելու ենք, հնի վիճակով, սարքենք հնի վիճակին տեղադրենք։ Տեղանքի բարդությունն հաշվի առնելով մասնագետները ժամանակավորապես փոխել են նաև Ախուրյան գետի հունը։ Միայն այսպես կարող են ամրացնել կամրջի հիմքերն ու անել սեյսմոլոգիական ուսումնասիրություններ։ Գետի հունը փոխել են, որպեսզի կարողանանք առաջ երկու թաղերի տակ աշխատենք։ Այդ երկու թաղի տակի աշխատանքը վերջացնելուց հետո նորությունը փոխելու ենք պատրաստի թաղերով գնալու գետը, հաջորդ թաղի տակ ենք աշխատելու։ Վերականգնվելու է նաև Իջևանատունը, որը ներկառուցված է հենց կամրջի մեջ։ Իջևանատուն հասնելու համար Ձորամերձ հատվածում կկառուցվի աստիճանահարթակ։ Վերականգնվելու է նախնական վիճակին բերվելու, դուռ լուսամուտ փոխելու ենք, իրանք ճարտարապետական ոз նախատեսված այդ վիճակին դուռ լուսամուտ ենք տեղադրելու։ Այսպես ասած, Իջևանատուն է դառնում։ Ասում են պատմական կամրջի վրա կա հայերեն, ռուսերեն և թուրքերեն արձանագրություն, որը մեզ գտնել չհաջողվեց։ Կրասարի կամրջի վերականգնման աշխատանքները կտևի 3 տարի, որից հետո երկդարյա եռաթռիչ կամուրջն իր ամբողջական տեսքով կդիմավորի զբոսաշրջիկներին ու գյուղական տուրիզմի սիրահարներին Կրասար գյուղի գեղատեսիլ ձորակում։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։